Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, շարունակում ենք մեր հաղորդաշարը Հայաստանի տարբեր համայնքներից եւ մարզերից լուսաբանում ենք կանանց դերակատարությունը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Ինչպես են ինտեգրվել կանայք ավականու կազմում եւ ինչ կարեւոր դերակատարություն ունեն կանայք տեղական ինքնակառավարման մեջ։ Այսօր մենք Ստեփանավանում ենք գտնվում, մեզ Սիրահոժար հյուրընկալել է Ստեփանավանի համայնքապետարանը։ Թույլ տվեք ներկայացնել իմ հյուրերին Անուշ Բաղդասարյան, Ստեփանավանի ավականու անդամ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, Կարինե Հովհաննիսյան, աշխատակազմի առաջատար մասնագետ եւ Հասմիկ Մովսիսյանը, Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար։ Շատ շնորհակալություն ժամանակ գտնելու եւ մեզ հետ զրուցելու համար։ Կառուցվածքը ավականու Ստեփանավանի ձևավորվել է 21 թվականի աշնան ընտրությունների արդյունքում 1.5 տարուց ընտրություններ եք ունենալու եւ ավականու կազմում 21 հոգուց 17 հոգին քաղաքացիական պայմանագրից են կայքից դատելով, 1 հոգի Հայ ազգային կոնգրեսից եւ 3 հոգի Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ Տիկին Մովսյանն ամենածանր բեռը ես միշտ ասում եմ, որ աշխատակազմի քարտուղարների վրա է համայնքային գործերի մեջ։ Շատերը ասում են, որ համայնքապետն է ավելի ծանր գործանում, ես միշտ համարել եմ, որ աշխատակազմի քարտուղարն է այդ ծանր աշխատանքը կատարում։ Աշխատում եք արդեն 1 տարի։ Աշխատում եմ 23 թվականի օգոստոսից աշխատակազմի քարտուղար, 2 տարի կլինի։ 23 թվականի օգոստոսից։ Մինչ այդ տեղական ինքնակառավարման հետ գործ ունեցել եք, աշխատել եք համայնքապետարան։ Համայնքապետարան աշխատանքի ընդունվել եմ որպես համայնքի ղեկավարի տեղակալ, հետո դարձել եմ կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, հետո մրցույթի արդյունքում 23 թվականին դարձել եմ աշխատակազմի քարտուղար։ Այս աշխատանքը չի հոգնեցնում։ Ծանր գործ է։ Դե արդեն դուք ինքներդ ասացիք, որ աշխատակազմի քարտուղարի աշխատանքը բավականին բարդ է, այո, հոգնեցնող, բարդ, հատկապես գործ ունենք փաստաթղթաշրջանառության հետ, որը շուրջօրյա ջանք է պահանջում քարտուղարից եւ աշխատակազմի շատ մասնագետներից, հիմնավոր մեր աշխատանքը կազմակերպելու գործում։ Բարդ է, ինչ առումով եք ակնկալում պատասխան։ Ես նայել եմ համարյա բոլոր կարևոր փաստաթղթերը ձեր կայքում, պիտի ասեմ, որ ի տարբերություն շատ համայնքների ահագին պատշաճ ներկայացված էին 24-25 թվականի տարեկան աշխատանքային պլանն է, Excel-ով, հացվածքներով, այդ ամբողջը կար։ Կխոսենք իհարկե Ստեփանավանի խնդիրների մասին։ Մինչ այդ Տիկին Հովհաննիսյանին պիտի հարցնեմ ավականու հետ ավականու գործերի կազմակերպման, փաստաթղթերի մշակման, նախագծերի մշակման, առաքման այս աշխատանքները ինչքան հասկացա դուք եք կատարում։ Առաջին անգամ է, որ այս գումարման հետ ներգրավված եք, թե ավելի վաղ եք եղել այս գործերի մեջ։ Դե 11 թվականից ես եմ աշխատում համայնքապետարանում, ավականու աշխատանքները կատարում ենք գրեթե ամեն ամիս ունենք եւ ունենում ենք արտահերթ նիստեր, նիստերի նախագծերը պատրաստում ենք բաժիններից, հայտարարվում է օրը, նշանակվում է օրը ավականու նիստի ժամանակ եւ 7 օրվա ընթացքում այդ նախագծերը բոլորը փոխանցում ենք 7 օր առաջ փոխանցում ենք ավականիներին, ծանոթանում են, դրանից հետո նիստի օրը նշանակված է գալիս են նիստի։ Դակսկիրը անհատապես եք ուղարկում, թե խմբակցությունների ղեկավարներին եք տալիս իրենք են։ Չէ, ունենք էլեկտրոնային հասցեներին ենք ուղարկում, նախագծերը, հավելվածները, ինչը որ պատրաստում ենք, ինչը որ վերաբերվում է։ Մարդիկ կան, որ չունեն էլեկտրոնային հասցեներ։ Այս հարցերը պատահական չեմ տալիս։ Բոլորը ունեն էլեկտրոնային հասցեներ, բոլորը ստանում են, հաստատվում է, որ ստացել են։ Ու գալիս են նիստին։ Պատշաճ իրազեկում եք եւ տեղադրում եք համայնքապետարանի կայքում։ Մասնագետը այդ ամբողջը տեղադրում ենք նաեւ համայնքապետարան վեբկայքում եւ մարզպետարան ենք առաքում նույնպես նույն օրը, ինչպես եւ ավականիներին ենք հասցեագրում եւ մարզպետարան։ Հասկացա։ Տիկին Բաղդասարյան։ Լսում եմ։ Առաջին անգամ եք ավականու անդամ ընտրվել։ Ինչպես է եղել։ Օրենքը այդ հնարավորությունը ընձեռեց 21, 22, 23 թվականներին արդեն ընտրություններով պիտի ավականու կազմում տեխնացուների մեջ առնվազն 30%-ը լինեն մյուս սեռից, այսինքն կանանց օրենքը հրամայական հնարավորություն տվեց, կամ տղամարդկանց ասացին, թե մի քիչ աչք քաշեք, կանանց էլ տեղ տրամադրեք այդտեղ, մեր երկրում այդպեսին է իրավիճակը։
Մինչ այդ թիմի հետ գործ ունեցել եք տեղական ինքնակառավարման։ Ինչպես եղավ, որ որոշեցիք դառնալ ավականու անդամ։ Ինչ կասեք կանանց աղջիկներին ձեր փորձից ելնելով։ Արժե լինել այնտեղ, թե ոչ։ Ես որպես, ասենք, Ստեփանավան համայնքի բնակիչ, տեսնելով ծառացած խնդիրները, եւ իհայտ, բարձրացնելով այդ խնդիրները, հասկացա, որ համայնքին ավելի շատ պետք են կանայք, քանի որ շատ դեպքերում բնակիչները շատ ավելի ազատ են շփվում կին ավականների հետ, քան հարցերը, հարցադրումները, ծառացած խնդիրները, ասենք մոտենում են, հանդիպում են, փողոցում անգամ հանդիպում ես, ընդառաջում ես ինչ-որ բանով, իրանց տրված հարցը բարձրացնում ես ավականունիստին։ Այդ դեպքում ես որպես ակտիվ բնակիչ, ես ինքս ստերեոտիպին մի քիչ ավելի շատ երևացի այդ նախաընտրական այդ փուլում եւ որպես նախաձեռնող մարդ երևի հարմար գտան ինձ առաջադրել։ Կուսակցությունը դիմեցեց, թե դուք դիմեցիք կուսակցությանը։ Երևի փոխադարձ եւ ես եւ իրենք։ Իսկ կուսակցության անդամ դարձել եք, թե անկուսակցական։ Չէ, կուսակցական եմ 18 թվականից։ Հա։ Գոհ եք, թե փոշմանել եք ավականու անդամ լինելուց։ Չէ, գոհ եմ, եթե լինի հաջորդ ընտրությունները եւ կցանկանամ կրկին առաջադրվել։ Հա, խորհուրդ կտակ կանանց աղջիկների, որ կրկին այո։ Հասկացա։ Օրենքը նախատեսում է, որ ավականու խմբակցությունները պիտի ունենան իրենց առանձնացված աշխատասենյակները, որոնք պիտի կահավորված լինեն, տեխնիկա, ինտերնետ, մենք ունենք գործավար ունեք, որտեղ է շենքում է գտնվում համայնքապետարանի, հա, մյուս խմբակցությունների վիճակը ինչպիսին է։ Իրանք ունեն։ Հա, բոլորը ունեն։ Երեք խմբակցություններ ունեն սենյակներին հատկացված։ Իրանք օպերատորները ունեն իրենց գործավարները եւ քաղաքացիական պայմանագիրը նաեւ պիտի ունենա գոնե մեկ փորձագետի հաստիկ, որտեղ 7% ավելի նախատեսված է։ Աշխատող չունեն, բայց փորձագետ հաստիկը նախատեսված է։ Պետք չի եկել ցես փորձագետ։ Առայժմ չունենք մասնագետը, փորձագետ չունենք, այո, բայց հաստիկացակում մենք նախատեսել ենք փորձագետի հաստիկը կա։ Տիկին Հովհաննիսյան, բաների ավականունիստի հրավիրման իրազեկման մասին ասացիք, բայց կուզեմ հարցնել նաեւ հանձնաժողովների գործունեության մասին, ինչ վիճակում է, առնվազն 4 հանձնաժողով կա, իմանալով ավականու կազմը պաշխված է 4 հանձնաժողովների միջև, եւ այս հանձնաժողովների նիստերը անում եք, ինչպես եք անում, ինչպես եք կազմակերպում, գումարվում են, դա պիտի լինի մինչև այն 7 օրը, երբ պիտի իրազեկեք, հա։ Հանձնաժողովները կազմված են, ունենք բոլոր հանձնաժողովները, 3-ն են մեր մոտ, 3 հանձնաժողովներ ունենք, իստի հետ կապված հրավիրվում են, ոչ Տիկին Մովսյան, ուզում եք դուք պատասխանեք, հա, որովհետև կարծում եմ, որ Հովհաննիսյանը կարող է պատասխանել, բայց հարց չէ։ Մենք ենք աշխատում, այդ հանձնաժողովները Տիկին Հովհաննիսյանն է, թղթաբանությունը համենայն դեպս ներկայացնում եմ, միասին կազմում ենք, այո, ունենք ավականու հանձնաժողովների մասին չէ խոսքը, այո, մշտական հանձնաժողովներ ունենք, այո, անհրաժեշտության դեպքում, եթե ծառայում են այնպիսի խնդիրներ, հարցեր, որ անհրաժեշտ է նաև հանձնաժողովին նիստ հրավիրել, հրավիրում ենք, ընդհանրապես ըստ կարգի պիտի, որ այո, այդ նիստերը պիտի լինեն պարտադիր, Հայաստանի տարբեր համայնքներում դրանք տարբեր ինտենսիվությամբ են լինում։ Լինում է, որ բոլորովին էլ նիստ չեն գումարում, որոշումների նախագծերը գալիս են ուղիղ ավականու նիստի։ Հիմա մեր երկրում այդ մասը լավ չի կայացած։ Մեզ հետաքրքիր է թե խնդիրները որոնք են, եթե ասենք չեն գումարվում։ Պիտի օրենքով գումարվեն, այսինքն օրակարգ եկող հարցերը, նախագծերը պիտի մի հատ հանձնաժողովներում նայվեն, ըստ ոլորտների, ըստ պրոֆիլների։ Քննարկումներ, հարց ու պատասխան, եւ եթե հանձնաժողովներում դրանք լավ քննարկվում են, բուն ավականու նիստի ժամանակ ավելի քիչ է քննարկվում, ավելի հեշտ է լինում։ Իմաստը սա է, էլի, նախապես կարող է մի բան կպարզվի, այդ հարցը օրակարգից դուրս կգա կամ մեկ ուրիշ հարց կավելանա այնտեղ, էս է իմաստը, էլի։ Ձեզ մոտ դրվածքը ես հասկացա, որ երբեմն գումարվում են, երբեմն չեն գումարվում, ճիշտ հասկացա, հա։ Պատճառը նկատել եք, ինչից է, որ որոշ դեպքերում չի գումարվում։ Համարել եք, որ անհրաժեշտությունը չկա։ Դե, լինում է, որ անհրաժեշտությունը չկա գումարելու, միանգամից ավականուն ենք ներկայացնում, այո։ Հա, դե որոշումների նախագծերը հետագայում նկատի ունեցեք, որ այսպես թե այնպես
բոլոր դեպքերում պիտի գնան նույնիսկ այն ամենահասարակ որոշումը, թե հաջորդ նիստը երբ է կայանալու, օրակարգում միշտ ունենում եք, չէ՞ դա այդ հարցը նույնիսկ պիտի գնա իրավական հարցերի հանձնաժողով հավանություն ստանա կամ նույնիսկ եթե չստանա, այլ պիտի գնա ավականու նիստի։ Եվ ավականու անդամների կատարած ծախսերի փոխհատուցման հնարավորությունը օրենքով նախատեսվում է, որ եթե ավականու անդամը ծախսեր է կատարում իր պարտականությունները կատարելու համար, ես իմ այցելություններ են մյուս բնակավայրեր կամ հենց քաղաքի մեջ տարբեր տեղեր իր պարտականությունները կատարելու համար իր կատարած ծախսերի փոխհատուցման հնարավորություն պետք է ունենա եւ դա ամսական կարող է լինել մինչեւ 75,000 դրամ։ Ինչպիսին է պրակտիկան Ստեփանավանում։ Տարբեր համայնքներում տարբեր է։ Ես ամենուր հարցնում եմ, ուզում եմ հասկանալ, կա նման պրակտիկա, թե չեն փոխհատուցվում, չեն դիմում։ Հասարակական հիմունքների վրա ենք աշխատում։ Լավ է այդպես, թե լավ չէ, ինչպես է։ Գիտեք ոնց ամեն մեկը չի որ վճարունակ, ամեն մեկը չի որ աշխատանք ունի, բայց մենք ունենք ավականի, որ նաև իրենք չեն էլ աշխատում, չէ՞, պետական։ Շատ տեղերում կան, որոնք գործազուրկ են, մարդը գործ չունի։ Եվ ասենք մեկ բնակավայրից տեղափոխվելու մյուս բնակավայր, ասենք մինիմում ծախս բնականաբար։ Դա հաստատ հասարակական հիմունքներով ատեղի ունենում։ Ցանկալի կլիներ։ Եթե մարդը ես ավականու անդամ եմ, պիտի գնամ 3 բնակավայրեր պարբերաբար, եթե ես ուզում եմ լինել բարեխիղճ ավականու անդամ։ Եվ դա մենք գնում ենք։ չկա։ Չէ, մենք ինքներս ենք հոգում։ Հասկացա, բայց հիմա օրենք ասում է, որ եթե դուք հոգում եք այդ ծախսերը, դա կարող եք փոխհատուցել դիմելով համայնքապետին։ Չենք դիմել։ Չեք դիմում։ Լավ է այդպես, լավ չէ։ Եթե լավ է, ասեք լավ է, ինչ խնդրեմ չկա։ Եվ լավ է եւ գիտեք ինչ, անպայման ընդառաջումը կլինի։ Եթե դիմենք, անպայման կլինի, բայց եթե չենք դիմել, որտեղից իմանան։ Ասում եմ, մինչև երեխան չի լացում, մայրը չի կերակրում։ Հասկանալի է, դա համաշխարհային ճշմարտությունները, հա, մայրկա ժամը գիտե չի թողնում որ լացի։ Բանը հետագայում կարծում եք, որ կարիքը կա որ դիմեն, թե լավ դե կարիք չկա, դե չենք կարիքը կա, բոլորը կցանկանան, որ դա ինչ-որ X չափով, ասենք աշխատավարձ է գործ։ Օրենքը չի նախատեսում աշխատավարձ ավականու անդամի համար եւ խոսում են, դա արդեն խոսում են, ես իմ ինչքան խոսում են, այս վերջին ընտրություններից առաջ բազմաթիվ համայնքներում ավականու անդամության տեխնացու լինելու հրավեր ստացած կանանց բացատրում էին որոշ կուսակցություններ, որ ահա կդառնաք ավականու անդամ, կստանաք աշխատավարձ, դարձան ավականու անդամ, ասին մեր աշխատավարձերը ուրան են, այդ մարդիկ ասին չկա նման բան, ասին ոնց թե դուք փաստորեն մեզ խաբել եք, որ մենք դառնանք ավականու անդամ, աշխատավարձ ստանանք, այդ խոսակցությունները հնուց կան։ Թողնենք դա առայժմ, էլի, խոսքս այն մասին է, որ երբ ավականու անդամը կամենում է բարեխեղճորեն կատարել իր պարտականությունները, գնալ կալ ձեր ասած, հա, մարդկանց հետ հանդիպել։ Ձեր դեպքում դեռ հեշտ է, որովհետև մոտիկ են այդ բնակավայրերը։ Ես գյուղական համայնքից գալիս եմ համեմատաբար մոտիկ են, էլի, այո։ Ամեն նիստի, իհարկե, 1000 դրամ տաքսուն եմ տալիս, գալիս եմ 1000 դրամ տալիս եմ, հետ եմ գնում։ Բայց երբեք չեմ տրտնջացել, ասնի խոսք։ Ես գալիս եմ իմ աշխատանքը կատարելու, որովհետև ես ինքս եմ ընտրել։ Մեկ անգամ էլ գալիս եք հանձնաժողովի նիստերին մասնակցել։ Էլի կգամ։ Բան չասի, հա, եթե ունեք հնարավորությունը, ունեք փոխհատուցման կարիք չունեք։ Ուղղակի այս հնարավորության պրակտիկան ես հարցրեցի, թե ինչպիսին է Ստեփանավանը։ Չէ, չենք դիմել, ասել խոսքը երբեք չենք դիմել։ Եթե դիմենք, հաստատ փոխհատուցում կլինի։ Աշխատակազմի քարտուղարը ասում է արխային դիմեք, էլի, մասին է խոսքը։ Լավ։ Չենք դիմել երբեք։ Որ դիմենք, հաստատ կընդառաջեն։ Շատ լավ։ Ստեփանավանի խնդիրների մասին բերեք խոսենք։ Ես շատ հաճախակի եմ եկել գնացել Ստեփանավան վերջին 25 տարում։ Այս վերջին տարիների ընթացքում փոփոխությունները ակնհայտ են, ենթակառուցվածքային, հա, հնարավոր չէ այս փողոցներով քշել։ Ջարդած բետոնե սալեր, Բաղրամյան փողոցն է, ճիշտ եմ հիշում, հա։ Եվ հիմա ահագին կարգի եկել է դա ամբողջը ու շարունակվում են։ Դրանց մի մասը, եթե ոչ մեծ մասը, ենթակառուցվածքային, դրանք պետական դրամաշնորհների կամ գրանտների կամ սուբվենցիոն ծրագրերի հիմնականում սուբվենցիաների միջոցով է կատարվել աշխատանք։ Ինչ բացի այն ամեն ինչ, որ գրված է հնգամյա զարգացման ծրագրի մեջ, տարեկան աշխատանքային պլանների մեջ, ինչ խոշոր խնդիրներ կան, ոչ միայն քաղաքում, այլև գյուղերում, որ կուզեիք, որ իսկապես արագ լուծվեին։ Շատ բաներ, շեշտում եմ, գրված են տարեկան աշխատանքային պլանի մեջ,
Եվ արդյոք նաև մինչև այս ժամկետի վերջը այս գումարման կարծում եք, որ հնգամյա զարգացման ծրագիրը կհասցնի համայնքապետարանը անել ամբողջությամբ, թե ինչ-որ բաներ թերի կլինեն։ Մի շարք համայնքներում մենք ունենք դեպքեր, երբ հնգամյա զարգացման ծրագրի մեջ գրված են բաներ, որ պիտի արվեն, նույնիսկ տարեկան աշխատանքային պլանների մեջ են գրված հասարակ բաներ, բայց չեն արվել, չեն արվում։ Տեղափոխվում են հաջորդ տարվա տարեկան աշխատանքային պլան։ Ինչն է պատճառը, որ չեն արվում։ Անպատասխանատու են, բարեխիղճ չեն, որոշ դեպքերում փող չեն ճարել, բայց գրել են։ Հա, դրանք հիմնական պատճառներն են տարբեր տեղերում։ Ինչպիսին է իրավիճակը Ստեփանավանում։ Կարծում եք, որ մինչև 26 թվականի աշունը հաջորդ ընտրություններ այն ամենը, ինչ գրված է եղել հնգամյա զարգացման ծրագրի մեջ, ամբողջը կկատարվի, թե ինչ-որ բաներ այնուամենայնիվ բաց կմնա այդ նախատեսածից։ Օրինակ, եթե երևի կկատարենք, ասենք բաներ կա, որ եղանակային պայմանների հետ է կապված, ենթադրենք, կարող է ինչ-որ փոքր չափով չհասցնեն ժամանակի մեջ տեղավորում, բայց ընդհանուր առմամբ մենք շատ բարեխիղճ մեր համայնքը եւ ավականին եւ կառավարությունը աշխատում ենք համագործակցել միասին եւ այն ինչ որ դա հասկանալի է, առանց համագործակցել չի լինելու, էլի ոչ ոք սուբվենցիա չի տրամադրի, եթե հայտ չուղարկեք այնտեղ ուղարկում եք։ Բարեխիղճորեն կատարվում է, մենք վերանորոգել ենք դերադարանի շենքը, վերանորոգել ենք Մշակույթի պալատի շենքը, մշակույթի պալատը, ճանապարհները արդեն դուք ամբողջ հրապարակն ենք վերանորոգել, փողոցները բարեկարգվել են։ Արված է հասկանալի է, բոլորը տեսնում են, գիտեն, հա, ես հարցնում եմ այն մասին, թե կան արդյոք բաներ, ռիսկեր կան, որ կարող է ուսումնասիրել պարզվի, որ հնգամյա զարգացման ծրագրի մեջ 23 բան ենք նախատեսել, 20-ը կարողանալու ենք անել։ 3-ը չենք կարողանալու անել եւ ինչու, եթե կա մենք նախատեսել ենք այն աշխատանքը, նախատեսել ենք այն, ինչի որ կարող ենք անել 90%։ Այո, պետք է արվի։ Հասկացա։ Հիմա բերեք մի քիչ առաջ գնանք։ Ջանք ու երանգ է ներդնում, որ այն նպատակային աշխատանքները, որոնք ներառված են ՏԱՊ-ում, ներառված են ռազմավարության մեր պլանում, բոլորը իրագործվի։ Ամենախոշոր Աշոտաբեր թաղամասը, որը կառուցվում է, այո, 300 ընտանիք, թե 297 ընտանիք պետք է այսօր տանիք ունենա, ամենաառաջնային հարցն է այսօր։ Ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու են։ Դա համայնքապետարան։ Երկրաշարժից հետո անօթևան չեն, բայց այդ փայտա տնակներում էին ապրում։ Դա համայնքային ծրագիր է, թե պետությունն է։ Եւ պետությունն է եւ համայնքի բյուջեից։ Համայնքը ներդրում ունի, սուբվենցիա է, ուզում եք ասել, 200-300 տնակարանի շինարարությունը։ Հասկացա։ Ինչ խոշոր խնդիրներ ունի համայնքը, շատ խոշոր խնդիրներ, որ շատ կուզեիք, որ լուծվեին։ Երևի թե դա աշոտաբերդներ ամենախոշոր բառը։ Ինչքան հասկացա լուծվելու։ Ուրիշ։ Կարծեմ պետական ծրագիրը միայն սուբվենցիա չի։ Չէ, պետական ծրագիր է, սուբվենցիա չկա։ Նման ծավալները սովորաբար պետությունն է անում։ Այո։ Կառավարության ծրագիրն է դա։ Խոշոր խնդիրները խոշոր խնդիր է դա։ Հիմնականում սոցիալական հարցի լուծումն է։ Օրինակ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր քաղաքը, մեր համայնքը դառնա տուրիստական խոշոր կենտրոն։ Հիմնական մեր նպատակային նշանակետերից մեկը տուրիզմի զարգացումն է մեր համայնքում եւ շատ ցանկալի կլիներ խոշոր ներդրումներ լինեին, նաեւ ձեռնարկատիրական Տիկին Մովսյան, բերեք նայենք հələ, էլի, ես ուզում եմ հասկանալ, թե համայնքային իշխանությունը եւ դուք որպես շատ կարեւոր պաշտոնյա ես գործում, ինչ պիտի անի, որպեսզի ներդրողը, ասենք, բիզնես անողը, մարդը ուզենա գա այստեղ փող տնել, ինչ է տուրիստական զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծել, հյուրանոցը, ռեստորանը, կաֆե եւ այլն, համայնքային իշխանության անելիքը ո՞րն է։ Օրինակս ձեզ ո՞րն է։ Ես լիք բան կարող եմ պատմել եւ պատմել եմ ահագին։ Համայնքը Ստեփանավանի դեպքում համայնքային իշխանությունը այո բաց է, պատրաստ է բոլոր խոշոր ձեռնարկատերերի համար, չգիտեմ, տարածք կուզեն, շատ են, բազմիցս դիմում են, չգիտեմ, հողատարածք են ուզում, այո, բերեք հասկանանք, ես ռեստորան սարքողն եմ կամ հյուրատուն եմ ուզում սարքել, գալիս եմ դիմում եմ ձեզ, ասում եմ ուզում եմ սարքել, նայում եք համայնքապատկան հողատարածքներ, որտեղ կարելի է կառուցապատել կամ ծայրահեղ դեպքում հողի գործառնական նշանակությունը փոխել, ծայրահեղ դեպքում եւ բան
շարունակությունը բերեք նայենք աճուրդի հետ տրվելու այդ հողը ուղիղ է վաճառվելու ուղիղ վաճառելու դեպքում մեկ ուրիշը կգա կասի ինչ կդա աճուրդի ավականով դրվում է ըստ ընթացակարգի դուք դուք անգիր գիտեք ոնց է արվում մենք հաղորդումը 1000 մարդ է հետևում էլի հա ուզում եմ հասկանալ այդ մարդկանց օգուտ տանք էլի օրինակ Գյումրու դեպքում ուրիշ խնդիրներ են ձեր դեպքում ուրիշ են Այսինքն որևէ արտոնության հնարավորություն հողերի հետ կապված չունի համայնքապետարանը տալու ճիշտ հասկանում են ես կարող եմ ասել ահա 7 կտոր հող ունենք տես արի տանենք սա ցույց տանք սա այսօր փաթեթներ ենք սարքել ցես համար տեղքավոր չի սարքած այդ փաթեթները մեծ մասամբ Չէ մեզ ոչ բոլորը վկայականները սարքվում են հողատարածքների ենթակառուցվածքները մոտենում են հեռանում են հա եւ տրվում է աճուրդի բանկանի հա ուրիշ ինչ է պետք որ շատ փող կա այստեղ համայնքապետարանից կախված ուրիշ ինչ է պետք պետությունից կախված ահագին բան կա իհարկե հա եթե միջպետական ճանապարհները լավն են ավելի հեշտ կգան այսպես ասած ուրիշ ինչ կարող է անել համայնքապետարանը որպեսզի զբոսաշրջությունը զարգանա որը մեծ պոտենցիալ ունի ձեր մարզում բնության հուշարձաններ են պատմաճարտարապետական հուշարձաններ են մշակութային կոթողներ են եւ այլն Գյումրիում որպեսզի շատ հեռու չգնանք էլի Գյումրու կենտրոնում հասարակական զուգարաններ չկան հասարակ բան է չէ թվում է թե բան է չէ հասարակ բան չի դա էլ է Մարս մոլորակից պետք է կան սարքեն գնան ու այդ գաղափարը թափառել է բոլոր տարեկան աշխատանքային պլաններով ու չի լուծվել այդ հարցը մեզ մոտել է դա նախնդիր այո խնդիրը հասարակական օրինակ է համար ես պատահական ասացի չէ ես ուզում եմ ասել դուք հիմա ասեք այդ հարցի լուծումը ինչ է լինելու Սպասելու ենք երկու լուծում կա երևի, էլի, սպասենք մասնավորը կավճարովի սարքի, թե համայնքապետարանը սարքի։ Մենք ինքներս ենք համայնքը եւս իր արժեվ խնդիր դրել է, բազմիցս քննարկում է այդ հարցը։ Հիմա այգին պետք է հունիսի 1-ին արդեն շահագործման հանձնենք, այնտեղ կառուցվել է, հասարակական ունենք ուրեմն Փորձում ենք նաև դրամաշնորհային եւ այլ տարբերակով այդ հարցին լուծում տալ, առաջիկայում նախատեսում ենք։ Մի շարք համայնքապետարաններում երբ բացատրում ենք, որ բացի սուբվենցիայից, որը պետական դրամաշնորհ է, կարելի է նաև աշխատել այլ աղբյուրներից փոխհայթայթելու համար, զարմացած նայում են, էլի, չունենք մասնագետը։ Պահանջ դրվում է, որ ունեք մարդ, որը զբաղվում է, մարդիկ, ովքեր զբաղվում են ոչ միայն սուբվենցիայով, պետական դրամաշնորհով, այլև ուրիշ աղբյուրների հետ աշխատել, տարբեր հազար ու մի հիմնադրամներ կան։ Մենք ունենք նաև ծրագրեր 4-րդ դպրոցի մոտ բավականին լավ այգի սարքվեց Պուրակայո կառուցվեց էլի դրամաշնորհային ծրագրով ունենք մասնագետ փորձում ենք որ նաև այդ ուղղությամբ աշխատանքը վերջերս էլ առաջարկ էինք ստացել Բլեյան նախակրթարանի համար դրան էլ հավանություն տվեցինք որ նախակրթարան մասնաճյուղ են հա մասնաճյուղ Ստեփանավանում բավականին լավ առաջարկ էր մենք հավանության տվեցինք դա ձեզնից ինչ է կախված այդ հարցով տարածք վարձակալությամբ, անհատույց օգտագործում, վաճառ, ընթացիկ արդեն միայն տարածքի հարցեր քննարկել, ընդառաջում էր նշված, մենք գրել ենք, որ կընդառաջենք։ Շատ լավ։ Ուրիշ ինչ խնդիրներ կան։ Զբոսաշրջությունը խթանել է պետք, բնակարանաշինությունը, որը պետությունը անում է, ուրիշ ինչ խոշոր հարց, հասարակական տրանսպորտ համար առաջի խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է։ Համայնքապետարանը ինչ կարող է անել։ Համայնքապետարանը Կարող է անել, որովհետև գիտեք բազմաթիվ տեխնացուներ գալիս եւ սկսում են խոստանալ տարբեր համայնքներում։ Սա բան է, էլի, պոպուլիզմի հիմնական դրսևորումներից մեկն է։ Մենք որ եղանք իշխանություն, աշխատատեղեր ենք ստեղծելու, երբ հարցնում ես, խորանում ես, էլի, հա։ Ինչը հələ թողնենք, ասում ենք համայնքապետարանի աշխատատեղ ստեղծելու մեխանիզմը կբացատրեք, որ այն մյուս 70 համայնքներն էլ իմանան։ Կոնկրետ այս դեպքում ամենուր այս հարցը կա իդեպ։ Համայնքապետարանը ինչ ունի անելու հույր աշխատակազմը ձևականորեն չի ավելացնելու, ճիշտ է, չի ավելացնելու։ Դպրոցի աշխատավարձը չի կարող ավելացնել։ Այս Թանգարանը Շահումյանի պոակ է։ Պոակի աշխատակազմը համայնքապետարանը չի կարող ավելացնել։ Մի քանի ուրիշ միջանկյալ մեխանիզմներ կան, ասենք սեփական տնտեսություններ ստեղծել, ճանապարհաշինական, ՀՕԱԿ, պատկերացրեք էլի, հա, կամ հասարակական տրանսպորտի ցանցը լինի ՀՕԱԿ։
Եթե դա զարգացնում ես, բնականաբար այնտեղ աշխատատեղեր են ավելանում։ Մյուսը այն է, որ ենթակառուցվածքները նորմալ սարքվում են, տնտեսավարողները գալիս այդտեղ բիզնես են տնում, ավտոմատ ավելանում են աշխատատեղերի թիվը, այսինքն ոչ թե ուղիղ աշխատատեղերի ստեղծումն է, այլ շրջանցիկ կամ խթանում եք դա, էլի։ Եթե կա ուրիշ ձև, ես պատահական չեմ տալիս, ուզում եմ ես հասկանալ, գուցե մի բան կա, որ նոր բան է, էլի մյուս համայնքների համար կարող է հետաքրքիր լինել։ Դա խնդիր է, անշուշտ խնդիր է, աշխատատեղերի խնդիրը մեծ է։ Ուրիշ ինչ հարցեր կան, հասարակական տրանսպորտի հարցը ինչպես է ձեզ մոտ կարգավորված։ Լավ է, վատ է վիճակը, ինչ կարիքներ կան, էլի։ Թերի կարգավորված է դեռևս։ Գյուղերը գնալ-գալու տրանսպորտ կա, հա։ Չէ, բայց մենք առաջիկայում դա էլ ենք նախատեսել։ Էլի դիմում ենք բազմաթիվ դրամաշնորհային ծրագրերի տրանսպորտ ձեռք բերելու հարցում, անդադ, չգիտեմ, համայնքի հիմնախնդիրները նաև պետական մակարդակով բարձրաձայնելու համար նաև այդ հարցն ենք բարձրացրել։ Հիմա սուբվենցիոն ծրագրերի հայտեր ունեք, որոնք դեռ չեն հաստատված։ Ինչ գաղափարների շուրջ են դրանք։ Բակային խաղահրապարակների, բակային նաև շենքերի բակերի վերանորոգում, բարեկարգում, կարուսելներով եւ այլն հագեցում նաև եւ մանկապարտեզների։ Շատ է պակասը նախակրթարանների բակերի վերանորոգում։ Հասկացա։ Իսկ բանը կան երեխաներ, որոնք համայնքում նախադպրոցական տարիքի են, բայց մանկապարտեզի հնարավորություն չունեն։ Բոլոր նախադպրոցական տարիքի երեխաները բոլորը ներառված են, այո։ Շատ հետևողական են, որ դուրս չմնան երեխեք, եթե կա նույնիսկ այնպիսի խնդիր, որ հնարավոր չէ վճարունակ չեն։ Ուսման տեղի պակաս չունեք, պարզ է, զեղչեր բաները կան։ Ուսման տեղի պակաս չունեք, այսինքն հերթերում սպասող երեխաներ ունենք հերթերում, բայց դա շատ կարճ կտևի, որովհետև հիմա արդեն ավագ խումբը դպրոց կգնա եւ այդ հերթագրված երեխեքը։ Այսինքն եթե լիներ ավելի շատ տեղ, այդ երեխեքը արդեն կգնային, ճիշտ հասկացա ես։ Այո։ Երևանում հերթերը խայտառակ են։ Չէ, մեզ մոտ չի մասնակին, բայց առաջիկայում կլուծվի այդ հարցը։ Հասկացա։ Եթե կա ուրիշ խնդրեմ կամ եզրափակիչ խոսք ունեք, խնդրեմ, ասեք Տիկին Պավլոսյան, հավաքական անդամ եք ասեք։ Հա, չեն գալիս լրագրողներ, լրատվամիջոցներ այս հարցերով չեն զրուցում, համայնքում ինչպիսին է։ Չէ, բանալություններ Վանաձորից լրատվամիջոցներ, լրագրող, թե պիտի հեռու տնից տեղից մի փորձանք լինի, նոր ելնենք անել, հա։ Այս հարցերի շուրջ քիչ են գալիս, ճիշտ հասկացա ես, հա։ Իսկ միջհամայնքային համագործակցություն Ստեփանավան, Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր, ինչպես է արտահայտվում։ Միջհամայնքային համագործակցությունը եւս կա, մշակութային է հիմնականում։ Մշակութային ավականիների հանդիպումները երբեմն լինում, չգիտեմ, նաեւ մշակութային միջոցառումներին մեր ավականին հատկապես կանանց կին ավականների հետ։ Այո, հանդիպումներ կազմակերպվում են։ Հնարավորություններ ավականու անդամների համար ունենում եք։ Բազմիցս, այո, հենց մեր դահլիճում է արվում է։ Ձեզ են թիմում նախ կազմակերպիչները, դուք ավականու անդամներին տեղյակ եք պահում։ Կան ավականու անդամներ, ասում են այլ մեզ պետք չի, մենք շատ խելացի ենք, կարիք չկա։ Կանայք շահագրգիռ են սովորել ավելի շատ։ Սովորելու բան ունենք, ինչ խելացի ենք, բայց անընդհատ սովորելու բան։ Ձեզնով մի չափ եք։ Ես հարցնում եմ, որ լինում են դեպքեր, որ ասում են ախպեր, պետք չէ, մենք ամեն ինչ գիտենք, ինչ է։ Մեզ մոտ չկա։ Մեզ մոտ չեմ կարող պատասխանել։ Հասկացա։ Տիկին Հովհաննիսյան, եզրափակիչ ինչ մտքեր ունեք ավականու աշխատանքի բարելավման հետ կապված, ընդհանրապես համայնքի խնդիրների, որոնց մասին չխոսեցինք, եթե կուզեք ասեք։ Չէ, դե խնդիրներ միշտ են լինում, բայց այս պահին երև մեր Ստեփանավան համայնքը գրեթե լավ ճանապարհին է եւ կառուցվում է եւ վերանորոգվում է։ Այս պահին էլ ունենք ծրագրեր, որ պետք է իրականացնենք, այս վերջի ծրագիրը գերեզմանների պարիսպի հետ կապված, շատ լավ մասնակցային բյուջետավորման հետ կապված, հա, մեծ ներդրում է լինելու ու շնորհակալություն ձեզ եւ մեր հարցերը լսելու ու ելի ուզում ենք, որ լրիվ շատ վերանորոգվի մեր Ստեփանավան համայնքը։ Հա, շնորհակալ եմ, ելի հարցեր են բացվում։ Մասնակցային բյուջետավորում դուք 24 թվականի արդյունքներով եք այդ ծրագիրը որոշել անել գերեզմանոցների հետ կապված, թե հիմա է 24։ Չէ, հիմա ենք անում, որտեղ անցած տարի 24 ծրագիր
անում ենք հիմա։ Հասկացա, 24-ին դրամագլուխ է հատկացվել, մասնակցային բյուջետ քաղաքացիները իրենց կարծիքներն ասել։ Տարբեր մի քանի փուլերով անցկացրեցին։ Առաջին տեղում գերեզմանոցների ցանկապատումն է եղել։ Պարիսպների ցանկապատումներ, շատ ծրագրեր կային։ Իսկ ինչ հետաքրքիր գաղափարներ կային, գաղափարներ կային շրջաններում, ավտոկանգառի ստեղծում, պաստառները, այդ ռեկլամային պաստառների վահանակների տեղադրում, մի քանի բան է շատ եղան, բայց ինչի պաստառի տեղադրում, թե հանում, օրինակ շատ տեղերում ասեն հանեք, այսպես ասած էլեկտրոնային վահանակներ, կանգառների էլեկտրոնային թվատախտակներ, հա, առաջնայինը հաղթող ճանաչվեցինք այդպես մեծ տարածքում։ Դա ժողովրդի ձայնն է, դա շատ լավ գործիք է, որպեսզի մարդիկ իրենց գաղափարները ներկայացնեն։ Խնդրեմ, Տիկին Մովսյան։ Բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման խթանող շատ լավ ծրագիր է մասնակցային բյուջետավորումը։ Ես կասեմ, որ մեր ավականու անդամներ, կին անդամներից, եթե դուք հատկապես կանանցեք շեշտադրել, շեշտադրեմ նաև, որ այո, շատ ակտիվ են, շատ նախաձեռնող են, շատ կանգնած են համայնքի կողքին։ Եվ այ արդեն Տիկին Բաղդասարյանը ասեց հասարակական հիմունքներով, այո, երբևէ չի եղել, որ իրենք դիմեն, կամ մենք էլ ենք առաջարկել, ինչ է պետք անել, իրենք կամավոր Տիկին Բաղդասարյանը մեր եւ սոց հանձնախմբում կա եւ հոգաբարձուներում կա Տիկին Բաղդասարյան եւ հոգաբարձուներ, այո, խնամակալության հոգաբարձության հանձնաժողովում կա, շատ ակտիվ, իրապես սրտով ջանացավ քաղաքացի է ավականի լինելով հանդերձ եւ նաեւ մեր մյուս կին ավականները որևէ հարցով եթե դիմում ենք որևէ խնդիր չկա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Տիկին Հովհաննիսյանին իր աշխատասիրության, ջանասիրության համար, որ ով գիտեք ժամ ու պատարակ չկա։ Երբեք իմ ու քո աշխատանք չկա եւ դա շատ կարեւոր է հատկապես համայնքապետարանի ներսում աշխատանքը կոորդինացնելու եւ բարձր որակով կատարելու համար։ Շնորհակալություն նաև ձեզ, որ նման հնարավորություն ընձեռվեց։ Կգանք էլի։ Համեցեք, որ նման հնարավորություն ընձեռվեց այսպիսի հաղորդաշար մեր համայնքում եւս կազմակերպելու համար։ Շատ լավ։ Մենք այո, սիրով ենք աշխատում, սիրում ենք մեր քաղաքը եւ համայնքի ղեկավարի գլխավորությամբ շատ ուզում ենք, որ ծաղկի, օրեցօր ծաղկի մեր քաղաքը, մեր համայնքը։ Շատ լավ։ Լինենք Երևանից հետո Եզակին ինչով բարեկեցությամբ, հարմարավետությամբ, բարեկեցությամբ, շատ լավ, շատ շնորհակալ եմ, հյուրասիրությամբ, մեր լորվա անկեղծությամբ, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, որ ժամանակ հատկացրեցիք մեզ, սիրելի ժողովուրդ, մենք Ստեփանավանում էինք, զրուցում էինք Ստեփանավանի տեղական ինքնակառավարման համակարգում դերակատարություն ունեցող կանանց հետ, Անուշ Բաղդասարյանն էր մեր հյուրահավաքանու անդամ, Կարինե Հովհաննիսյանը աշխատակազմի առաջատար մասնագետ եւ Հասմիկ Մովսիսյանը Ստեփանավանի աշխատակազմի քարտուղարը։ Ձեզ էլ ամենայն բարիք։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել, բաժանորդագրվել եւ տարածել հաղորդումը, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի։ Առաջարկություններ կունենաք, գրեք մեզ։ Ստեսություն։